Ռումբերի պայթյունից տունը ցնցվում է, պահարանի դռներն էլ բացվում։ Մայդա Բակկալյանն ամուսնու ու մոր հետ արդեն 5-րդ տարին է բնակվում պատերազմական Հալեպում։ Կնոջ խոսքով, թեև վերջին ամիսների համեմատ վիճակը բարելավվել է, սակայն խոստացված հրադադարի լուրն այդպես էլ իրականություն չի դարձել։ Ազիզիեում ապրող Մայդա Բակկալյանն ասում է, Հալեպում ոչ մի թաղամաս ապահով չէ։ Արդված եմ ժամը 4:30 Համը բայթեցուցերեն բոլոր Հալեպը ցնցվեր է, երկրաշարժի պես բամը եղեր է նորեն, ինչպես որ գլար ժամանակին։ Երևակայե դունեն գելեմ աղոտքով, մինչև դուն վերատարնամ աղոտքով, ալ թերանիս մեղամեղա հայրմերը ողջուն քեզը, չես գիտեր որ դունեն ելես ողջ պիտի վերատարնաս մը, քանի որ հեչ մեկ թաղամաս վստահություն չի գա։ Այդ 8 օրվա ընթացքին 125 ռումբ է դերեկեշերը Հալեպի բոլոր շրջակայքերը 150 մետր անցին 4 հոգի վիրավորվեցավ, 1 հոգի մեռավ։ Գրնարը լալ ես այդ օրա տեղեն անցած լայի եւ ես լայի։ Հալեպում ջրամատակարարումը խափանումներով է գործում, արդեն 2 ամիս է, քաղաքը հոսանքազրկված է։ Հիմա մեր լուրերը, քաղաքի լուրերը գսե որ մոդորեն էլեկտրականություն պիտի ունենանք։ Կոնեմ օրը 2 ժամ դան մեր լվացքը ընենք մարդու պես, խաշխաշենք, արթու գնենք Շուրերնի ստացնենք առօրյա։ Հարազատների մի մասը Հայաստան, մյուսներն էլ Եվրոպա ու Կանադա են փոխադրվել։ Շենքում 10 հայ ընտանիք էր բնակվում, սակայն հիմա 2 ենք մնացել, ասում է հալեպահայ կինը։ Ընտանիքը եւս մտածում է պատերազմական քաղաքը լքելու մասին, սակայն ֆինանսական միջոցներ չունի ու չգիտի ինչպես տեղափոխել 90-ամյա մորը։ Հաշվել են, թե փոխադրման համար որքան գումար է անհրաժեշտ ու նախընտրել մնալ Հալեպում։ $700 բետ Տանավի տիկետը ունենալու։ Բեյրութ երթալու $150 պետք է, օրը լավ, օրը մենք մեզի մոդեռնիստ կպարծացնենք, որ օխ լավ եղանք, ավելի լավ է, լուրերը ավելի լավ է, հաջորդ օրը գլսենք առաջվա պես եղեր է։ Ալ ժողովրդին համբերությունը հադավ, կախտող շատ կա, ամեն գոմ կկախտեն։ Սարգիս Ղոլղսայանը դեռ պատերազմի առաջին օրերին է Հայաստան եկել։ Էջմիածնում է հաստատվել ու օծանելիքի վաճառքով է զբաղվում։ Ընտանիքը պահելու համար նաև երկրորդ աշխատանքն է անում սրճարանում նարգիլե է մատուցում։ Հայաստանում կյանքը վարկաշատ է, բայց անվտանգ, ասում է։ Այժմ փորձում է օգնել, որպեսզի պատերազմական երկրից հարազատները հայրենիք տեղափոխվեն։ Իմ հորաքորից տեղան է ուզում, կա հիմա ինքը տեղը այստեղ կա ինչ աշխատի, ցերնալ կոմար չի գա։ Ընտանիքով են 2 երեխա Գին դղայա։ Ասում է ես եկա, ինչ եմ աշխատելու։ Հազիվ ես կստեք կորձեմ կտնում։ Ես հայկուկաս իմ դունը կմնաս, մի հացը ամանա, մի ամանից նորեն միասին գուտենք։ Սեպտեմբերի սկզբին հրադադար նախաձեռնած Ամերիկան ու Ռուսաստանը դրա խախտման համար միմյանց են մեղադրում։ Սիրիայի կառավարությունն էլ իր հերթին հայտարարում է, որ Դամասկոսը առավել քան երբևէ վստահ է, որ հաղթանակ է տոնելու ահաբեկչության դեմ մղվող պատերազմում։ Երեկ մինչդեռ հաղորդվեց 45 նոր զոհերի ու վիրավորների մասին, որոնց թվում նաև երեխաներ կան։ Սփյուռքի նախարարության տվյալներով Սիրիայից Հայաստան ավելի քան 12000 մարդ է տեղափոխվել այս ընթացքում։ Նրանք սակայն հայրենիք են հասնում սովորաբար իրենց միջոցներով։ Պատերազմի տարիներին նախարարությունը նրանց Հայաստան փոխադրելու ծրագիր այդպես էլ չնախաձեռնեց։